Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Թոմաս Մանտոն, օր օգոստոսի 23։ Այն ժամանակ Տերը նախանձախնդիր եղավ իր երկրի համար, գթած իր ժողովրդին, Հովել 2:18 խոսք։ Աստված գթում է մեր թշվառություններին ու տառապանքներին, ինչպես նա տեսնում և նկատում է մեր նեղությունները, այնպես էլ գթում է մեզ, ինչպես հայրը կգթա իր զավակներին, երբ տեսնում է նրանց դժվարության ու տառապանքի մեջ։ Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած իրենից վախեցողների հանդեպ։ Սաղմոս 103:13 խոսք։ Ավելին, նա ոչ միայն գթում է, այլև ներում է նրանց մեղքերը։ Ես կխնայեմ նրանց, ինչպես մարդ իր որդուն է խնայում, որ ծառայում է իրեն։ Մաղաքիա 3:17 խոսք։ Որդին շատ վախենալու կարիք չունի, եթե նրա հայրը պետք է լինի իր դատավորը, նույնիսկ եթե նա իրեն անվայել է պահել։ Նրանք կարող են սպառել իրենց ողջ գթասրտությունը, և երբ բախվում են բազմաթիվ պատճառների, որոնք զայրացնում կամ վիրավորում են իրենց, նրանց սիրտը կարող է այլևս չդիմանալ, բայց Աստված մեզ կխնայի այնպես, ինչպես մարդը խնայում է իր միակ որդուն, ավելին, ոչ միայն իր միակ որդուն, այլև իրեն հնազանդ որդուն, որը ծառայում է իրեն։ Շատ անգամ մենք մոռանում ենք, թե ինչ պարտականություններ ունենք որպես զավակներ, բայց Աստված չի մոռանում իր հայրական գթասրտությունը։ Անառակ որդին ասում է. «Ետ դառնամ իմ հոր մոտ»։ Նա մոռացել էր զավակի իր պարտականությունը, գնացել էր հեռավոր երկիր և վատնել իր ժառանգությունը այն ծախսելով ամոթալի ու անպարկեշտ բաների վրա։ Սակայն երբ վերադարձավ և դեռ շատ հեռու էր, հայրը վազեց նրան ընդառաջ, գրկեց ու համբուրեց նրան։ Այդպես է նաև մեր երկնավոր Հայրը։ Երբ մենք կարիքի մեջ ենք, նա գալիս է մեզ ընդառաջ, հանդիպում է մեզ, գրկում և իր սիրո համբույրներով ծածկում է մեզ։ Ուստի, եթե Աստված գթում է մեր տառապանքներին, ապա մի՞թե չպետք է ավելի վստահենք նրան։